Շնորհակալություն պատմությունների համար, ես մի հատ էլի այսպես անգամ անայս հարցս քեզ ուղեմ գերազանցապես, դու խոսքումդ ասացիր, որ շատ ես առնչվում, շատ ես շփվում զոհվածների ծնողների հետ, ընտանիքների հետ, լրիվ հասկանալի է, որ նույնիսկ կոմունիկացիան բարձ, ասենք, այդ արկղերը պատրաստել, ուղղել, հասկանալ ինչա պետք է, շատ ավելի երկար ժամանակ է պահանջում, քան այն 5 օրերը, որ դուք բուն նվերներն եք հավաքում, այսինքն դա երկարատև աշխատանք է։ Ես ուզում եմ հետևյալը հարցնել, հաշվի առնելով, որ հասարակության մեջ կա նաև այդպես մի քիչ կարծրատիպ ասեմ, որ այդ ծնողներից շատերը ոնց որ չգիտեն ուր են, ինչով են զբաղված, ինչով է իրանց։ Ես ուզում եմ ընդհանրական մի հատ պատկեր տաս, էլի այդ մարդիկ օրինակ հիմա որ բացի իրենց անձնական այդ ցավից, հա, օրինակ որ տեսնում են sense բաներ է կատարվում, արձագանքը ոնց է, այսինքն որ իրանք տեսնում են, որ իրանց ворթիների արածը մոռացության է մատնվում, որ մենք գնում ենք փաստացի դե ֆակտո իշխանությունը մեզ տանում այդ պրոթուրքականության գծի մեջ, էլի, արձագանքը որն է, կարող ես ասել ընդհանրական պատկերը, էլի, ինչ են իրանք, ոնց են նայում այս ամենին։ Հիմա որ ասեմ քեզ օրինակ Եվրատեսիլին մոտենալու են ադրբեջանցի բանին ներկայացնող Ադրբեջանի երկիրը ներկայացնող երեխուն ու ասելու են ու հաջողություն, բարձա չէ որ տենց չի կարա երբեք լինի ու այդ անողին էլ նորմալ չեն կարա նայեն։ Չգիտեմ այդ վիդեոն տեսել եք թե հա, չգիտեմ ինչի մասն մեր արժանախագահը մոտեցել էր բանին այդ Ադրբեջանի երեխու։ Այո, ու տենց այդ յուրահատուկ ձևով տենց ներկայացրել էր, որ մոտեցել եմ, տեսեք, նայեք ինչ մեծ բան եմ արել, որտեղ մենք հումանիստ ենք։ Կներեք, իսկ ինքը մանկական Եվրատեսիլում ինչ գործ ուներ։ Չգիտեմ, դե մանկական Եվրատեսիլ է, էլի, ոնց իր տեղն է, այսինքն Օժելա ջան, դե լավ էլի նկարծեմ։ Լավ էլի։ Ու իսկ եթե լուրջ ես մտածում եմ, երբ որ իրանք sense բաներ են տեսնում, այդ մեր պսևդո սուտի հումանիզմը յանիմ թե, ասում են լավ չեք, լուրջ, ծնողների չեն կատունես։ Այո, որովհետև նորմալ չի իրանց, ժողովուրդ, իրանց երեխեքը զոհվել են այդ մարդկանց պատճառով։ Ու այսօր ասել, всё, բրծավ, սաղ լավ է, վերջ, ընտի, ես չեմ ասում եկեք անդադար։ Ինչ էլ եղել է, սխալ է եղել, հա։ Բայց ամեն դեպքում մենք շատ այլանդակ թարմ վերք ունենք, շատ թարմ այդ վերքը։ Ես գնում եմ Եռաբլուր, ամենայն անկեղծությամբ Մոնթեն այս անգամ գիտես ինձ ինչ հարցնում, ասում եմ, ման բայ երեխան Մոնթենին որդին, հա, 7 տարեկան։ Սենց հանում։ Ման բայ երեխան խի այնտեղ։ Որտեվ Մոնթեի աչքերում այն ժպտացող երեխա է։ Իր համար էդի պուճուր երեխա է, ու դա նորմալ չի, որ մենք դրան նայում ենք, որ օքեյ է, всё, եղել է, անցել է, հիմա եկեք գնանք ապրենք, չէ, ժողովուրդ, մենք չենք կարող ապրենք, որտեվ այդ վերքը շատ ծանր է, ոչ մեկ չի ասում եկեք անդադար իրանց սպանենք, բայց իրանք նենց բան են արել, որ դա ուղակի ջնջել ու ասել, որ այսօր պիտի իրանց հետ խաղաղություն, պաճ, պռոշտ ու այլն, չի լինի տենց, դա իմ արժե համակարգի մեջ չի, կներեք, ես դա չեմ հասկանում, ես չեմ ուզում գնամ ադրբեջանցի սպանելու, ես ոչ մեկին իրանցից վատը ինչ որ հատուկ չեմ կանգնելու ցանկանամ, բայց իմ համար իրանք իմ թշնամիներն են եղել միշտ, որովհետև իրանք տարիներ շարունակ սպանել են իմ հայրենիքի զավակներին։ Իսկ այդ իմ հայրենիքի զավակը իմ երեխեն էլ է։ Դուք այսօր այդ ամեն ինչը անելով, գիտեք ոնց որ ինչ տպավորություն լինի, ոնց որ ասեն այդ հերոսները, այդ ոնց որ դրեք կողք այդ մոռացել։ Թեթև սխալ էր սենց, հա, այդպես բան անցել գնաց։ Ես իսկապես չեմ, ես ոչ թե դա ասելուց ամեն անգամ խեղդվում եմ, ես իսկապես դրա մեջ չեմ տեղավորվում, ժողովուրդ։ Ես չեմ տեղավորվում։